Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ մենք կանդրադառնանք պատմական իրադարձության 1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարդաց իր հրաժարականի տեքստը։ Ողջույն Թաթուլ, համարյա 20 տարի անցել է այդ հրաժարականից, մոտ 20 տարի, 18 տարի անցել է այդ հրաժարականից, բայց պարբերաբար այդ հրաժարականի շուրջ տեղի են ունենում քննարկումներ, մարդիկ փորձագետները փորձում են հասկանալ, թե արդյոք ճիշտ էր այդ հրաժարականը, թե ամեն դեպքում պետք չէր, որ հրաժարական ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանը։ 18 տարիների հեռվից ինչ ես կարծում, արժեր ներկայացնել այդ հրաժարականը, թե այնուամենայնիվ պետք չէ։ Ես կարծում եմ, որ նրա վրա ահռելի մեծ ճնշում կար Լևոն Տեր-Պետրոսյանի վրա։ Այո, ինքը ասում է, որ հրաժարական տվեց, բայց ինքը տեքստում էլ է ասում։ Այո, բայց ինքը հրաժարական տվեց հայտնի ուժերի ճնշման տակ, պահանջի ներքո, երբևիցե այդպես հայտնի ուժերի մասին այսպես հրապարակային բանավեճ չի ծավալվել, որովհետև բոլորիս հայտնի են, ովքեր էին հայտնի ուժերը, դա Վազգեն Սարգսյանն էր, որը դրանից 1.5 տարի անց սպանվեց ահաբեկչության արդյունքում խորհրդարանում։ Հայտնի ուժերից էր իհարկե Ռոբերտ Քոչարյանը, որին 1 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակել էր Հայաստանի վարչապետ, կարևոր դերակատարություն կատարեց իհարկե իշխանության Ղարաբաղյան թևը, այսպես ասեմ, ուժային թևը Սամվել Բաբայանի գլխավորությամբ, եւ իհարկե նաեւ Սերժ Սարգսյանը դերակատարություն ունեցավ։ Սերժ Սարգսյանը միշտ զգուշավոր քաղաքական պետական գործիչ է եղել եւ ինքը այդ ժամանակ էլ զգուշավոր էր համենայն դեպս, բայց կարող եք նրան էլ դասել հայտնի ուժերի շարքում։ Այսինքն այնպես չէր, որ մի առավոտ, մի գեղեցիկ առավոտ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց, որ ինքը չի ուզում լինել Հայաստանի նախագահ, որովհետեւ հոգնել է եւ այլն եւ այլն։ Այսինքն պարտադրվեց հրաժարական։ Կարող էր արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմանալ դրան, գուցե կարող էր, բայց դա հղի էր իրավամբ հետևանքներով։ Նախ ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս եկան մարդիկ, ովքեր դրանից 2 տարի առաջ օգնել էին, որպեսզի նա իշխանության մնա։ Այսինքն 96 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո նույն այդ հայտնի ուժերի կարկառուն ներկայացուցիչ Վազգեն Սարգսյանը իր հայտնի ելույթում ասեց, որ Վազգեն Մանուկյան 100% էլ ձայն հավաքես, միևնույնն է դու Լևոնն է նախագահ լինելու։ Սերժ Սարգսյանը իր ելույթում, որը չեն սիրում շատ այսօր այդ մասին խոսել, ուղղակիորեն դավաճանության մեջ մեղադրեց Վազգեն Մանուկյանին, մի մարդու, ով հիմա աշխատում է մի պաշտոնում, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը։ Սա է իրավիճակը։ Առաջարկում չէ կրակել այդ ժամանակ ինչպես պնդում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ես ցիտում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանրահավաքի այդ որ մոտեցել էին արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ ազգային ժողովի շենքում էր, ես Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ցիտում։ Ես լսել եմ հետևյալ կերպ, որ վերջին մարդը, ով մնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, միջև վերջ դա եղել է Սերժ Սարգսյանը, այսինքն նա 96 թվականին ամբողջովին նվիրված է եղել, եթե բառապաշար օգտագործենք, շեֆին։ Էս էր իրավիճակը։ Թաթուլ, այստեղ մի շատ կարևոր խնդիր կա, որի պատասխանը լուծումը կամ մինչև հիմա կարծես թե չի տրվում։ Խնդիրը հրաժարականի պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներ, թե ավելի շատ ներքաղաքական էր։ Իշխանության համար պայքար եւ այլն եւ այլն։ Եվ երկուսն էլ կային, իհարկե, ուղղակի Ղարաբաղյան խնդիրը բանի դեր խաղաց, այսպես ասեմ, կատալիզատոր, արագացրեց այդ ամեն ինչը։ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր եւ կարծեմ միջև հիմա էլ այդ իր համոզմանն է, որ Հայաստանը չլուծելով Ղարաբաղյան խնդիրը, այսինքն չգնալով փողզիջումների Ադրբեջանի հետ կամ
չփոխելով այսօրվա ստատուս քվոն, ապագա չունի, մոտավորապես այսպես ասեմ, այո, հայտնի պատերազմ եւ խաղաղություն հոդվածը, որը միջև հիմա էլ համարվում է հայ քաղաքական մտքի վերջին տարիների ամենահակասական, ամենաքննարկված, ամենաքննադատված, ամենաշատ կարդացված հոդվածներից մեկը եւ նա իհարկե մամուլի ասուլիսը, որը նախորդել էր, որտեղ գրեթե նույն այդ թեզերն էր առաջ տանում, ես կարծում եմ դա դեր կատարեց անշուշտ, բայց հիմնական խնդիր իշխանության ներսում առաջացած խնդիրներն էին։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ որ ինչ էր տեղի ունեցել, հատկապես 96 թվականի այդ ընտրություններից հետո, չարաբաստիկ ընտրություններից հետո, մարդիկ էին փաստորեն իշխանության ղեկին հայտնվել, որոնց միջոցով էր Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում կառավարել երկիրը եւ նաեւ այդ իշխանության ներսի հակակշիռները եւ այլն, այդ մարդիկ որոնց միջոցով նաեւ մնացել էր իշխանության։ Այո, ես դա եմ ասում, այո, որոնց միջոցով եւ փաստորեն ստեղծվել էին իշխանության մի քանի ուժային թևեր, մի թևին իհարկե ամենազոր եւ անպարտելի այն ժամանակ համարվում էր անպարտելի Վազգեն Սարգսյաններ, ով զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, այսինքն երկրապահները իրենց թիմով, իրենց ավտոմատներով եւ բոլոր իրենց սպառնալիքներով, երկրորդ թևը մենք կարող ենք ներկայացնել Սերժ Սարգսյանին, սա մի քիչ ավելի լուր թևներ, եթե այսպես կարող ենք ասել, որտեղ Սերժ Սարգսյանը եւ ազգային անվտանգության նախարարներ եւ ներքին գործեր, այսինքն այս նախարարությունները միավորվեցին մի ժամանակ, եթե հիշում ենք, այսինքն հիշում ենք բոլորս, եւ կամած մի թև էլ կար, որը կամած արդեն երկրորդական պլան էր մղվում, դա Վանո Սիրադեղյանն էր, որը նույնպես ազդեցիկ դեմք էր, բայց այս երկուսի, այսինքն Սարգսյանների, Վազգեն եւ Սերժ Սարգսյանների առաջ գալով նա կամած սկսեց իր դիրքերը զիջել։ Ահա այս պայմաններում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականվեց, բայց ես համարում եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնվեր չգնալ փոխզիջումների Ղարաբաղի հարցում եւ փորձեր, այսպես ասեմ, հարաբերությունները ինչ որտեղ այդ իր վիճակում մնալ, ես կխուսափեի իհարկե օգտագործել նաեւ թագուհու կարգավիճակից, այդքան էլ այդպես չէր, այսինքն ինքը փորձեր իր պաշտոնավարության միջև ավարտը մնալ, ես կարծում եմ ինքը կկարողանար, բայց ինքը իմ տպավորությամբ առաջ էր տանում մի այսպիսի թեզ, Ղարաբաղի հարցը լուծում ենք, թե չենք լուծում, ահա այստեղ էր նաև հիմնական հակասությունը, որ եղավ իշխանության ներսում, եւ նա որոշեց, որ ինքը հեռանում է, բայց կրկնեմ, եթե ինքը ցանկություն ունենար ամեն դեպքում մնալու միջև այդ վերջը, այսինքն այդ 5 տարիները, ինձ թվում է հնարավոր էր, որ նա մնար իշխանության։ Թաթուն Վանո Սիրադեղյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ուղղակի կամ անուղղակի մեղադրանք է ներկայացնում Լևոն Տեր-Պետրոսյանին, որ սխալ կադրային քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ այդ հրաժարականը, երևի սխալներից մեկն էլ հենց այն էր, որ հենց Վանո Սիրադեղյանն էր մեկուսացրել Սերժ Սարգսյանի օգնությամբ։ Այնուամենայնիվ հիմա այս հրաժարականը կարծես մեր պատմության մեջ շրջադարձային ինչ-որ մի հատված է եւ միշտ հետեւյալ հարցն են տալիս. արդյոք իշխանության որակը, կառավարման որակը, իշխանություն վերցնելու որակը 98 թվականից հետո փոխվեց, թե չփոխվեց։ Սկզբունքորեն ֆունդամենտալ տեսակետից չփոխվեց արտահայտման ձևերի մասին այդքան էլ չփոխվեց, իհարկե չփոխվեց, որովհետև ամենակարևոր խնդիրը Հայաստանում դեռևս լուծված չէ։ Իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների ճանապարհով։ Քանի դեռ իշխանությունները Հայաստանում եւ որևէ երկրում չեն ձևավորվում ընտրությունների միջոցով, այս խնդրը միշտ լինելու է։ Երկարատև կտրվածքով, եթե մենք նայում ենք, այսինքն պատմությանը, երբ որ մենք նայում ենք, արդեն մի քիչ հեռվից ենք նայում, որտեղ հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը իմ տպավորությամբ արդարացված էր, ճիշտ էր եւ լավ էր մի եթեի դեպքում, եթե բոլոր նրան հաջորդած նախագահները կեղծված ընտրություններից հետո նույնպես հրաժարական տային կամ չկեղծեին ընտրությունները։ Եվ եթե այս տրամաբանությամբ մենք առաջնորդվում, ապա պիտի առնվազն 2 անգամ հրաժարական տային Ռոբերտ Քոչարյանը եւ 2 անգամ Սերժ Սարգսյանը, որովհետեւ
96 թվականի հիմա ընտրություններն ենք դարձրել մատներից փաթաթան, որ գիտեք ինչ կա, Լևոնը դրեց այս կեղծիքների հիմքը բանման, ամեն ինչ փորձում են նրա վրա, հա, ճիշտ է, առաջի անգամ տոտալ ձևով ընտրությունները կեղծվեցին 96 թվականին, բայց դուք շարունակեիք, այո 95-ի խորհրդարանականում նույնպես, այո, ես նախագահականներ նկատի ունեմ, բայց լավ, հիմա դուք քննադատողներ, դուք չկեղծեիք Ինչի եք կեղծում, եւ իմ համար զարմանալի է այն փորձագետների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, որոնք դա ասում են դե Լևոնը կեղծեց ընտրությունները, բայց չեն նշում, որ Քոչարյանն է երկու անգամ կեղծել ու երկու անգամ էլ Սերժ Սարգսյանն է կեղծել։ Այսինքն ազնվությունը, կոռեկտությունը եւ պատմությունը մի քիչ թե շատ հարգելը մարդուն պիտի ստիպի, որ ամեն ինչ ամբողջության մեջ ասել եւ ոչ թե միայն մի մասը ասել պատմության այն հատվածը, որը իրեն դուր է գալիս կամ դուր չի գալիս։ Երևի մեր խնդիրը հենց հայերիս խնդիրը կանում է նրանում, որ պատմությանը մենք նայում ենք շատ սուբյեկտիվ տեսանկյունից, խիստ նեղացված եւ քննարկում արտահայտում ենք այն, ինչ ավելի ձեռնտու է այդ պահին կամ օրվա իշխանությանը կամ մեզ եւ դրա համար էլ ասենք շատ դժվար է նույնիսկ 10 տարի վաղեմության դեպքերին օբյեկտիվ գնահատական տալը։ Դրան օբյեկտիվ գնահատական կտրվի այն ժամանակ, երբ որ քաղաքականության մեջ չեն լինի այն երեք անհատականությունները, հիմա անհատականություն բառը ես պարտադիր չի, որ մեզ լսողները դրական իմաստ դնեն դրա մեջ, բայց այնուամենայնիվ այդ երեք դեմքերը անհատականություններ են, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չլինեն քաղաքականության մեջ։ Շատ դժվար է ընդհանրապես գրել պատմություն օբյեկտիվ, երբ որ այդ մարդիկ դեռևս կենդանի են, ավելին քաղաքականության մեջ են, իշխանություն ունեն, բազմաթիվ պատճառներով շատ դժվար է, բայց կանցնի որոշ ժամանակ, որտեղ մենք բոլորս մահականացուներ ենք, կանցնի որոշ ժամանակ եւ պատմությանը ավելի սթափ եւ ավելի համակողմանի, որտեվ ես մի քիչ խուսափում եմ պատմության համար օբյեկտիվ գնահատական տալ բառը, որտեվ պատմության ինքը շատ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ։ Նկատի ունեմ համակողմանի, բազմակողմանի։ Եվ ուզում եմ դերենիկ նաեւ նշել, որ շատ դեպքերում այսօր քաղաքական այս բանավեճերի ժամանակ ասում է, որ նախկին խորհրդային տարածքում օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը խիզախ քայլեր առաջիններից էր, որ հրաժարական տվեց, դա բացարձակապես իրականության հետ կապ չունի, մեր հարևան երկու հանրապետությունները այդ փորձով անցել էին եւ անցան 92 թվականին Այազ Մութալիբովը ուղղակիորեն հրաժարական տվեց խորհրդարանի դահլիճում Այսինքն դա տեղի ունեցավ 92 թվականի գարնանը։ Մեկ տարի հետո արդեն ընտրված նախագահ ազգային ճակատի ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյը կամ Ալիևը, նրա իսկական ազգանունը Ալիև է, Էլչիբեյը նրա բանն է, այսպես մականունն է կամ դերակա կեղծանունն է, նույնպես հրաժարական տվեց Ամռանը եւ 2003 թվականին մեր մյուս հարևան երկրում Վրաստանում հրաժարական տվեց, այսինքն անդրկովկասյան հանրապետությունների ճանաչված նկատի ունեմ հանրապետությունների համար սա բավականին բան է, ընդունված պրակտիկա եղել, ուղղակի այդ պրակտիկան սկսեց չկիրառվել այն ժամանակ, երբ որ 93-ին իշխանության եկավ Իլհամ ներողություն Հեյդար Ալիևը իր դինաստիայով եւ արդեն 93 թվականից հետո այդ երկրում քաղաքական կարող ենք ասել գործընթաց չկա նաեւ այն պատճառով Թաթուլ իմ կարծիքով որ տեսան թե ինչ է լինում հետո երբ հրաժարական է տալիս այս կամ այն նախագահը ու ճակատագիրը այդքան էլ հաջող չի դասավորվում այդ մարդկանց համար այո Երևի դա նախազգուշացնող է։ Այս հիմնական խնդրեմը սա է դերենիկ իմ կարծիքով, երբ որ քաղաքականությունը այնպիսին է Կովկասում եւ նախկին խորհրդային հանրապետություններում, որտեղ ընտրություններում կորցնում ես ամեն ինչ կամ ստանում ես ամեն ինչ քանի դեռ այս բանը կա միշտ էլ գայթակղությունը մեծ է լինելու որ մնալ իշխանության տարբեր միջոցներով ամեն գնով դա կլինի ասենք սահմանադրություն փոխել դա կլինի մարտի 1 անել դա կլինի չգիտեմ հիմա էլ խոսվում է էլեկտրոնային քվեարկության միջոցով այսինքն Ես մեր իշխանությունների հրամանատարության վրա չեմ կասկածում ընտրությունները կեղծելու դա լինի էլեկտրոնային թե ոչ էլեկտրոնային տարբերակներով իրենք
պատրաստ են Դրա համար իմի բերելով մեր այս խոսակցությունը, քանի որ անընդհատ պտտվում ենք այս բանի այս շրջանի ընտրություններ կեղծելու չկեղծելու շրջանի, ասենք այս բանի փակ շղթայի շուրջ ենք անընդհատ պտտվում մենք, ես կարծում եմ, որ եւ դա մեծ հայտնագործություն չեմ էլի հիմա ասելու, որ մի քանի բան է պետք, որպեսզի Հայաստանում ընտրությունները չկեղծեն։ Դա իհարկե ժամանակ, քաղաքական մշակույթ եւ այսպես ասեմ մեխանիզմ երկրի նկատմամբ պատասխանատվության զգացողություն։ Դե այդ դա մի քիչ բան է էլի հնչում, որովհետեւ ամեն մի կեղծարար ասում է ես կեղծում եմ նաեւ գոնե իր մտքի մեջ հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ եթե ես չլինեմ, այ որ ուրիշները գան երկրի հետ շատ-շատ վատ բաներ կլինի։ Բայց Հայաստանը այս խրխրացող վիճակից, այս դուրս չի գալու, Հայաստանի չի դադարելու արտագաղթը, Հայաստանը շարունակելու է մնալ, այսպես ասեմ, վատ ապրող աղքատ երկրների մեջ, քանի դեռ Հայաստանում ընտրությունները շարունակում են կեղծվել։ Սա շատ կարևոր է եւ վերջին բանը, որ ուզում եմ ասել, որ լրատվամիջոցների ուշադրությունից դա համարյա թե վրիպեց, դա պաշտոնական այն տվյալներն են, համաձայն որի Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, կրկնում եմ, պաշտոնական երկրից հեռացել եւ չի վերադարձել 297,500 մարդ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ 300,000 հայ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ թողել եւ հեռացել է Հայաստանից։ Ի հավելումն դրան եւ ավարտենք սրանով, առաջին անգամ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանը այլևս 3 միլիոնանոց հանրապետություն չի, բնակչությունը ըստ առկա բնակչության թվով 3 միլիոնից պակաս է։ Այսքանը կհանդիպենք։